Պարոն Փաշինյան, դուք բացառում եք, որ որևիցե փուլում մեղրիով ճանապարհ միջանցք որևէ տարածք եք տրամադրելու Ալիևին, Բաքվին եւ թուրքական լրատվամիջոցներն էին այս օրերին Հայաստանում, դուք հարցազրույց եք տվել հայոց ցեղասպանության հետ կապված կոնկրետ ինչ եք ասել, հա? Օրինակ դա համարել եք պատմական անհերքելի փաստ, թե ասել եք, որ եկեք այլ օրակարգով առաջ գնանք, ինչ եք ասել թուրք լրատվամիջոցներին? Այսօր հարցազրույցը, եթե չեմ սխալվում, ամբողջությամբ եթեր կհեռարձակվի, դե եթեր կհեռարձակվի եւ դուք ձեր հարցերի պատասխանները կստանաք։ Ինչ վերաբերվում է ձեր առաջին հարցին, որը վերաբերվում էր ես ընդամենը 2 օր առաջ, թե գուցե 3 օր վերջերս այդ թեմայով հոդված են գրել, մանրամասն խնդրում եմ հիմա ասեք, բացառում եք, թե չեք բացառում։ Ես ասել եմ, որ Հայաստանի Հանրապետության մոտեցումը խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ այն ինչ տեղավորվում է խաղաղության խաչմերուկ նախագծի մեջ, մենք իհարկե պատրաստ ենք ճանապարհների ապաշրջափակումը, մեծ միջանցք են ուզում։ Դուք ես էլի եմ ասում, կներեք, ես այ հատուկ ես գրավոր տեքստ եմ գրել, որպեսզի բանավոր տեքստերը վերաձևակերպվեն, չդառնան այլ վերնագրեր։ Այդ տեքստը հրապարակային է, ցանկացած կտոր կարող եք մեջ բերել։ Հիմա ասեք, բացառում եք, թե չեք բացառում, պարոն Փաշինյան։ Ուղիղ հարց եմ տալիս, որպես լրագրող, դուք էլ որպես լրագրող ուղիղ պատասխան եք։ Բացառում եք, թե չեք բացառում։ Ինչն եմ բացառում։ Որ Ադրբեջանին մեղրիով երբևիցե ճանապարհ, միջանցք, ցանկացած այլ բան կտրամադրեք։ Ես ոչ միայն ներողություն, տեսեք ձեր հարցը։ Ես ոչ միայն չեմ բացառում, այլև հաստատում եմ, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է հաղորդակցությունները, տրանսպորտային եւ տնտեսական հաղորդումները ապաշրջափակել, այդ թվում Ադրբեջանի արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, իրավազորության, տարածքային ամբողջականության շրջանակները եւ դա հստակ ձևակերպել են բազմիցս, այդ թվում նախորդ շաբաթ ներողություն Հայաստանի վերահսկողության եւ ուժային կառույցների անվտանգության մի րոպե սպասեք, դուք տվեցիք ձեր հարցը։ Բայց չեք ասում իմ հարցի պատասխանը չեք։ Որովհետեւ ձեր հարցի պատասխանը շատ հստակ ես ձևակերպում եմ։ Շատ հստակ չեմ հասկանում։ Այ դա ձեր վերնագրերից երևում է, որ դուք չեք հասկանում։ Ես վստահ չեմ, որ դուք խոսում եք ճանապարհների ապաշրջափակումից, պարոն Փաշինյան։ Ես հարցնում եմ, ճանապարհ տալու եք, թե չեք տալու։ Տալու ենք, այո։ Շատ լավ։ Այո։ Եվ ճանապարհ տալու ենք, ինչպես ենք ճանապարհ տալու իմ վերջին հոդվածում մանրամասն գրանցված է ձևակերպված։ Մենք սպասում ենք Ադրբեջանի պաշտոնական պատասխանին եւ երբ որ մեր առաջարկին Ադրբեջանի պաշտոնական պատասխանը լինի, հենց հաջորդ վայրկյանից մենք պատրաստ ենք մեր առաջարկի իրագործման։ Ներողություն եմ խնդրում։ Մենք պայմանավորվեցինք, որ ամեն մեկը մի հարց է տալիս։